Բարի երեկո։ Փակ TV-ի եթերում լուրերի հետքերով հաղորդումն է։ Մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով, որպեսզի մեր հեռուստադիտողը մշտապես լինի տեղեկացված եւ բաց թողնի օրվա ամենակարևորն ու բացառիկը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ J.D. Vance-ը ժամանեց Հայաստան։ Նրա այցից առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգների 20-ից ավելի ռազմատրանսպորտային ինքնաթիռներ ժամանեցին Հայաստան եւ Ադրբեջան։ Երևանում անվտանգությունը բերվել էր բարձր մակարդակի։ Vance-ի Շարեսյանը ուղեկցում էր նաեւ ուղղաթիռ։ Բաքվում պահվող հայ գերիների ազատարձակման պահանջով հավաք տեղի ունեցավ Vance-ի այցին ընդառաջ։ Ակցիայի մասնակիցները հայտարարում էին. Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահը հնարավորություն ունի ապահովելու մեր բոլոր գերիների անհապաղ ազատարձակումը, դրա համար էլ մեր կուր ու միասնական ձայնի բարձրացումը խիստ կարևոր է։ Նշենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ԱՄՆ-ի փոխնախագահ Vance-ի հետ համատեղ հայտարարություններից հետո անտեսեց Բաքվում պահվող հայ գերիների մասին հարցը, այն թողնելով անպատասխան։ Լրագրողը հարցրեց. արդյոք իրենք անդրադարձել են գերիների մասին հարցին։ Փաշինյանը միայն ձեռքը բարձրացրեց ու հեռացավ։ Ադրբեջանագետ նահազանգում է. խաղաղության մասին զրույցը համատեղելի չէ Բաքվում հայ պատանների առկայության հետ։ Հույս ունեմ, որ մեր ուղերձը հասել է ԱՄՆ փոխնախագահին եւ նա իրական քայլեր կձեռնարկի մեր հայրենակիցների ազատարձակման ուղղությամբ։ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ունի այդ հնարավորությունը։ Ընդդիմադիր պատգամավորներն էլ իրենց հերթին հայտարարում են. Ամերիկայի Միացյալ Նահանգների շահը Սյունիքի հանքանյութերն ու օգտակար հանածոներն են, սա չեն էլ թաքցնում։ Նշենք, Հայաստանի Հանրապետության վարչապետը եւ ԱՄՆ փոխնախագահը քննարկել են երկկողմ համատեղ ծրագրերն ու ռազմավարական համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։ Խոսելով խաղաղությունից Փաշինյանը հայտարարել է. օրեր առաջ մենք հանդիպում ունեցանք Ադրբեջանի նախագահի հետ Աբու Դաբիում, մեր տպավորությունն այն է, որ այդ խաղաղությունը, ինչպես կարելի ասել, արդեն շատ մոտ ենք այդ կետին, եթե արդեն չենք հատել այդ կետը, որը կարող ենք համարել անշրջելի։ Հիմա մեր հիմնական խնդիրն է խաղաղության գործընթացի եւ Վաշինգտոնի հռչակագրի կարևորագույն կետերից մեկը՝ TRIP նախագիծը։ Նշենք, պայմանավորվածությունների արդյունքներով Հայաստանը ԱՄՆ-ից ձեռք կբերի անօդաչու թռչող սարք։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը անդրադառնալով ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ի Հայաստան այցին, որի արդյունքով ԱՄՆ-ն նաև դրոններ է տրամադրել Հայաստանին, նշել է, թե սա Հայաստան-ԱՄՆ պաշտպանական համագործակցության նոր փուլի մեկնարկն է։ Նշենք, Հայաստանը ձեռք է բերել ամերիկյան արտադրության անօդաչու թռչող սարք։ Ուղղահայաց թռիչքի եւ այրեջքի ռազմական անօդաչու թռչող սարք, որը ներկայումս գտնվում է ԱՄՆ բանակի եւ ռազմածովային ուժերի սպառազինության մեջ եւ մատակարարվում է դաշնակից երկրներին։ Այս սարքը նախատեսված է հետախուզության, դիտարկման, տեղազնման, թիրախների հայտնաբերման եւ ծովային բարեկության համար։ Այն կարող է աշխատել GPS-ի եւ կապի բացակայության պայմաններում։ Նշենք նաեւ, որ Նիկոլ Փաշինյանը եւ Ջեյմս Դիվենսը ստորագրել են միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության հայտարարություն եւ հանդես են եկել հայտարարություններով։ Նշելով, որ այս համաձայնագիրը նորեջ կբացի Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև խորացող էներգետիկ գործընկերության ասպարեզում, կնպաստի Հայաստանի էներգետիկ ռեսուրսների բազմացմանը, անվտանգ ու նորարարական տեխնոլոգիաների ներգրավմամբ։ Ռուսաստանի Դաշնությունից պատասխանը չի ուշացել։ Նշել են, որ Հայաստանում ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկի կառուցման համար ռուսական առաջարկներին իրական այլընտրանք չկա։ Մենք հայկական կողմին ենք փոխանցել մանրամասը մշակված առաջարկությունների փաթեթ։ Ռոսատոմը պատրաստ է հնարավորինս սեղմ ժամկետում ձեռնամուխ լինել նախագծի իրականացմանը, իհարկե հաշվի առնելով հայ բարեկամների ցանկությունները։ Ռուսաստանից նշել են, որ Մոսկվան մտադիր այսուհետ եւս հանդես գալ որպես Հայաստանի էներգետիկ անվտանգության երաշխավոր։ Նշենք նաև, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ J.D. Vance-ը տիկնոջ հետ այցելել է Ծիծեռնագաբերդի հուշամարիր, ծաղկեպիսակ դրել եւ 1 րոպե լռությամբ հարգել ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։ Նա գրառում է արել նշելով. կորցրած կյանքերի հանդեպ խորին հարգանքի հիշատակով մենք պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունն ու անսասան ոգին։ Թող Ամերիկան եւ Հայաստանը միասին ձգտեն խաղաղության եւ փոխըմբռնման ապագայի։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդագրություններ էր տարածվել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները նախատեսում է Հայաստանի հետ կնքել խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության համաձայնագիր, ինչպես նաև Ադրբեջանի հետ կիսահաղորդիչների եւ ռազմական արտադրանքի մատակարարման պայմանագրեր։ Նշենք նաև, որ Vance-ը Հայաստան այցից հետո կայցելի Ադրբեջան։ Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետը ահազանգում է. Թրամփի հարավային Կովկասում TRIP ծրագրի նպատակներից է նաև Սյունիքի օգտակար հանածոների, այդ թվում ուրանի հանքավայրերի վերահսկումը։ Ներկայացված է մի քարտեզ, որում հստակ նշված են Հայաստանում ուրանի պաշարների հիմնական գոտիները։ Վաշինգտոնի գեոտնտեսական նպատակները շատ հստակ են՝ հետ չմնալ Չինաստանից ու Ռուսաստանից, որտեղ միջուկային էներգետիկայի զարգացումը ընթանում է հեղափոխական տեմպերով։ Հատկանշական է, որ այսօր ԱՄՆ շուկայում հարստացված ուրանի ամենախոշոր մատակարարը Ռուսաստանն է։ Երկրորդ նպատակն է թույլ չտալ դեպի Ֆրանսիա ուրանի մատակարարումների հնարավոր դիվերսիֆիկացումը Նիգերում ու Գաբոնում Փարիզի դիրքերի թուլացման պայմաններում։ TRIP-ը փաստացի ապահովում է Վաշինգտոնի ներկայությունը Եվրոպա, Կովկաս, Ասիա միջազգային միջանցքում, ինչը միաժամանակ թույլ է տալիս լուծել բազմաթիվ լոգիստիկ, էներգետիկ, ընդերքային, ռազմաքաղաքական հարցեր։
Գերագույնության արագացրել է Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները։ Իգդիրի նահանգապետը անձամբ է ծանոթացել Ալիջանի սահմանային անցակետում իրականացվող վերակառուցման եւ արդիականացման աշխատանքներին։ Նահանգապետը նշել է, որ գործընթացը ինչպես սպասվում է արագ կավարտվի։ Նշվել է, որ անցակետի ենթակառուցվածքներու անվտանգության համակարգերը անցել են վերջին ստուգումները եւ գտնվում են ամբողջովին պատրաստ վիճակում։ Նպատակ է դրված անցակետը պաշտոնապես բացել 2026 թվականի երկրորդ կեսին։ Անցակետի գործարկմամբ նպատակը աշխուժացնել սահմանային առևտուրը եւ ակտիվացնել երկու երկրների միջև զբոսաշրջությունը։ Ռուս-ուկրաինական պատերազմի ռազմական հատուկ գործողության գոտում զոհվել է հայկական Արբաթ գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանը։ 2024 թվականին Գասպարյանը դարձել է Ռուսաստանի հայերի միության սահմանած համաձայնություն մրցանակի դափնեկիր։ Նշենք նաև, որ նա պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից։ Դոկուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը հայտարարություն է արել։ Հայրենիքը պահվում է ոչ թե լոզունգներով, այլ պատասխանատվությամբ։ Երկիրը կործանվում է ոչ թե արտաքին թշնամուց, այլ այն ժամանակ, երբ ներսում մարդիկ հաշտվում են անարդարության, կեղծիքի ու անպատասխանատվության հետ։ Ժամանակն է հասկանալու, պետությունը միայն իշխանությունների գործը չէ։ Եթե հասարակությունը հանդուրժում է սուտը, կոռուպցիան ու անօրինականությունը, ապա վաղ թե ուշ դրագինը վճարում է ամբողջ ժողովուրդը։ Մենք իրավունք չունենք հայրենիքը հիշել միայն վտանգի պահին։ Պետք է այն պաշտպանել ամեն օր, օրենքը պահելով, ազնիվ աշխատելով եւ պետության շահը անձնականից վեր դասելով։ Ուժեղ երկիր կառուցվում է այն ժամանակ, երբ ժողովուրդը պահանջում է արդարություն, իսկ իշխանությունը ծառայում է ժողովրդին, ոչ թե հակառակը։ Հայրենիքը փրկող մի ժողովուրդն է, պարզապես այդ ժողովրդի կողքին անհրաժեշտ է նրան արժանի առաջնորդ։ Ժողովուրդը կարոտ է այդպիսի առաջնորդի։ Մնաց 4 ամիս, համբերեք։ Եվ վերջում օրվա տեսանյութ։ Հայեր, որոնց հաջողվեց փրկվել ցեղասպանությունից։ Խաչո, խաչիկ։ Հա, խաչիկ։ Oda neha derexan, հա։ Այդ դղան որ մզի տիմավոր է, հա։ Դղան։ Աղջիկներ հնդին Ստամբուլ։ Աղջիկներ հնդին Ստամբուլ։ Ուրենքինն չէ հայերը, հոսան հայերը։ Ուլա Այսօրվա համար այսքանը։ Իսկ դուք շարունակեք մնալ Փակ TV-ի հետ լուրերի հետքերով եւ մի մոռացեք դառնալ մեր YouTube-յան ալիքի բաժանորդը օրվա ամենակարևորն ու բացառիկը բաց չթողնելու համար։